Հարգելի հայրենակիցներ, դեկտեմբերի 7-ին աղանդավոր Նիկոլի հրահանգով Գյումրիի 7 վերք եկեղեցում կազմակերպված շաբըշ-փարթի մասնակից ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիրը պարզվում է շատ ծանր է տարել որոշ գյումրեցիների կողմից իրեն արժանավույնս ուրեմն ճանապարհելը, իսկ այդ որոշ գյումրեցիները նրան որպես այդ ակցիայի մասնակից մեղադրում էին հակաեկեղեցական քարոզչությանը մասնակցելու, ինչպես նաև ընդհանուր առմամբ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ գործող իշխանությունների վարած քաղաքականության համար ամոթանք էին տալիս նաև 7 վերքը գրավելու այդ արարողակարգից հետո կազմակերպված այդ այլանդակությանը մասնակցելու համար։ Փորձելով ցույց տալ, որ ոչ բոլոր գյումրեցիներն են իրեն այդպես դիմավորել, ինքը հայտարարում է, որ Վլադիմիրը հայտարարում է, որ այդ ամենից հետո իրենց տարել պատիվ են տվել, բայց չի նշում, թե ով է տարել պատիվ տվել։ Լսի, Վլադիմիր, ես ինչ ես։ Քեզ հասարակ գյումրեցին է մոտեցել ու ասել է դեմ երեսիդ այն, ինչ մտածում է եւ քո դավաճանավոհմակային այս իշխանության մասին։ Իսկ քեզ պատիվ տվողները շատ լավ գիտենք ով են։ Դա Գյումրիի եւ ընդհանրապես Շիրակի մարզյան քայլիստ դավաճանավոհմակի ներկայացուցիչներն են, որոնք պարտվել են Գյումրիով եւ 21 թվականին դիմընտրությունների եւ 25 թվականի դիմընտրություններին, հիմա էլ դուք պարտվեցիք։ Տեսանք, թե որքան մասսա էր մասնակցում ձեր շաբըշ-փարթին դեկտեմբերի 7-ին։ Երկրորդ հարցը, որը բարձրաձայնեց Վլադիմիրը, այն է, որ թե բա մարդկանց տներում պահվել է Վազգեն առաջին կաթողիկոսի լուսանկարը, այս անկյուններում դրված է եղել, սրբի անկյուններում այսպես ասած, բայց հիմիկվա կաթողիկոսի լուսանկարը չեն դնում եւ ուրեմն ինքը փորձում է այսպես ասած հռետորական հարցնել, թե այ ինչու եւ այլն, պատասխանեմ Վլադիմիր, նախ ամենաառաջինը ցավով պետք է արձանագրենք, որ հիմա շատ-շատերի տներում Վազգեն առաջինի լուսանկարը եւս դրված չէ, ցավով պետք է արձանագրենք, քո ինֆորմացիան հին է։ Երկրորդը, ինչու չեն տնում։ Վազգեն առաջին կաթողիկոսի բախտը բերել էր նրանով, որ իր թագավորության, այսպես ասած, ժամանակահատվածում չկար ինտերնետ, չկային բանսարկուներ մեծ քանակությամբ, ինչ որ հիմա ովքեր համացանցից օգտվելու հնարավորություն ունենալով կարող են դառնալ հանրային դեմք, ինչպես ասենք Նիկոլան Հողը եւ հետագայում նաեւ գալ իշխանության եւ վարկաբեկել գործող ուրեմն եկեղեցական իշխանություններին։ Երկրորդը, ի տարբերություն Նիկոլան Հողի, ով զբաղված է հայ առաքելական Սուրբ եկեղեցու վարկաբեկմամբ եւ որը այդ ամենը քողարկում է եկեղեցին մաքրելու ուրեմն պատմության տակ, աղանդավոր է նախ Նիկոլան Հողը եւ այդ ամենը իրականացնում է նաեւ դրսի պատվերներով, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք իրեն թույլ չէր տա վարկաբեկել Վազգեն առաջինին, որքան էլ ինքը ինֆորմացիա ունենար։ Ցավով պետք է արձանագրենք, որ Վազգեն վեհապարը եւս զերծ չմնաց իր վրա ցեղ շպրտելուց։ Այդ ժամանակ էլ բազմաթիվ ստահոդ, կեղծարար բանսարկություններ էին պտտվում նրա եւ նրա անձնական կյանքի մասին։ Իդեպ Վլադիմիր, հարց քեզ։ Շատ եք սիրում Գարեգին II-ին անվանել ռուսական գործակալ։ Այսօր իդեպ ձեր դավաճանավոհմակի պարագլուխը Ֆյուրերիկ Նիկոլան Հողը Մոսկվայում լուսանկարվում էր եւ տեսանկարվում էր հայտնի Լուբյանկայի հրապարակում եւ ոնց որ թե դիտավորյալ նաեւ նկարահանում էր Խորհրդային Միության ՊԱԿ-ի, իսկ ավելի ճիշտ է ասել ժողովրդական լեզվով ԿԳԲ-ի շենքի ֆոնին։ Բայց դա չեմ ուզում ասել։ Հարցը հետեւյալն է. Վլադիմիր,
Դու իբր թե այս իշխանությունների այսպես կոչված ինտելեկտուալ ներկայացուցիչն ես, որի վերաբերյալ ես նշեմ, որ շատ խիստ կասկածում եմ։ Հարց քեզ 1955 թվականին հնարավոր էր դառնալ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոս, որի նստավայրը Սուրբ Էջմիածնում է, եթե դու ինչ որ ձևաչափով չէիր համագործակցում խորհրդային միության իշխանությունների հետ։ Իսկ դու Վլադիմիր լավ կլինի, որ կարդաս ինչ որ հուշեր կամ նույն կաթողիկոսի 1955 թվականին կաթողիկոսի ընտրության վերաբերյալ փաստաթղթերին եւ հիշես կամ քեզ համար բացահայտես, որ Վազգեն Վեհապարը այն անձը չի եղել, որը շատ մեծ շանսեր է ունեցել դառնալ կաթողիկոս եւ Վազգեն Վեհապարը դարձել է կաթողիկոս խորհրդային միության ուրեմն իշխանությունների դաբրոյի արդյունքում այլ բան չեմ ուզում ասեմ խնդիրը Վլադիմիր ձեր մեջ է ձեր դավաճանավողմակի մեջ է որ դուք դիտավորյալ հայ առաքելական Սուրբ եկեղեցին քանդելու եւ այն մարիոնետային բողոքական եկեղեցի դարձնելու նպատակով, որ ենթարկվի ձեր իշխանությանը, փորձում եք թացը չորի հետ խառնել 10% ճշմարտությունը 90% ստի կամ 20% ճշմարտությունը 80% ստի հետ խառնեք, պախարակված, վարկաբեկված սատանիստ ինչ որ մի քանի հոգու էլ գտել եք դրանց միջոցով, վարկաբեկեք հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ նրա առաջնորդին։ Հուսամ դա ձեզ մոտ չի ստացվի։ Իսկ Վազգեն Վեհապարը իրոք բախտ է ունեցել, որ ապրել է թե Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, որի վերաբերյալ ես կարող եմ շատ հակասական կարծիք ունենալ, բայց մեկը պարզ է, մեկ բան պարզ է, որ նա գոնե բարոյական կարմիր գծեր ուներ, ի տարբերություն ֆյուրերիկ աղանդավոր Նիկոլան Հողի եւ երկրորդը չկային բանսարկուներ եւ անբարոյականներ, ովքեր կարող են իրենց հավատացյալ համարել, գալ ասենք 7 վերք եկեղեցու կողքին կանգնել ձեր կողմնակիցները Վլադիմիր եւ ասեն, որ պետք է հոգեվոր կյանքը վերացնեն ու այդ անաստամասայի պատճառով դուք նաեւ մեծ հաջողություններ ունեք որոշ տգետ անկրագետ մասաների մոտ եկեղեցին վարկաբեկելու ուղղությամբ